Վերցնում ենք առաջին օկտավայի դո նոտան եւ կառուցում ենք կվինտային շրջանը։ Դոից կվինտավերև 1 2 3 4 5 ստացվեց սոլ նոտան։ Սոլ մաժորը կունենա 1 նշան ֆա դիեզ, սոլ նոտայից կեստոն ներքև ֆա դիեզ է ստացվում, ուրեմն սոլ մաժորը կունենա 1 նշան ֆա դիեզ։ Սոլ նոտայից կվինտավերև են կառուցում լա սի դո ռե, ստացվեց ռե մաժորը կունենա 2 նշան։ Ֆա դիեզը ունենք, ռե նոտայից կեստոն ներքև կստացվի դո դիեզ։ Ռե նոտայից կառուցում ենք կվինտավերև։ Ռե մի ֆա սոլ լա, ստացվեց լա մաժորը։ Լա մաժորը կունենա 3 նշան։ Ֆա դիեզ դո դիեզ ունենք, լա նոտայից կեստոն ներքև կստացվի սոլ դիեզը։ Ուրեմն երրորդ նշանը սոլ դիեզն է։ Լա նոտայից կվինտավերև ստացվում է լա սի 1 2 3 4 5 մի նոտան։ Կվինտավերև, ուրեմն մի մաժորը կունենա 4 դիեզ, իսկ 4-րդ դիեզը մի նոտայից կեստոն ներքև, ռե դիեզն է ստացվում։ Ահա, մի նոտայից կեստոն ներքև, ռե դիեզն է։ Հիմա հաշվենք մի նոտայից կվինտավերև։ 1 2 3 4 5 ստացվեց սի նոտան։ Խնդրեմ։ Սի մաժորը կունենա 5 դիեզ, իսկ 5-րդ դիեզը սի նոտայից կեստոն ներքև, ստացվեց լա դիեզ։ Ֆա դո սոլ ռե լա։ Սի նոտայից կվինտավերև 1 2 3 4 5 ստացվում է ֆա դիեզ նոտան։ Ուրեմն ֆա դիեզ մաժորը կունենա 6 նշան։ Եվ 6-րդ դիեզը ֆա դիեզից կեստոն ներքև, ստացվեց մի դիեզ։ Հիմա ֆա դիեզ նոտայից կառուցում ենք կվինտավերև։ 1 2 3 4 5 ստացվեց դո դիեզ նոտան։ Դո դիեզ մաժորը։ Դո դիեզ մաժորն էլ կունենա 7 դիեզ դո դիեզից կեստոն ներքև ստացվում է սի։ Ուրեմն հաջորդ նշանը կլինի սի դիեզ։ Ֆա դո սոլ ռե լա մի սի, սրանք մեր դիեզավոր տոնայնությունների նշաններն են։